Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե մեր ալիք բարբերաբար այցելում եք, բայց դեռ չեք բաժանորդագրվել, այսօր այդ բացը լրացնելու լավագույն առիթն է։ Սեղմեք կոճակն ու սկսենք միասին քննարկել օրվա հրատապ թեմաների մանրամասները։ Թողարկման սկզբում մեկ լուր Լոս Անջելեսից, որը կհետաքրքրի հատկապես վարորդներին։ Լոս Անջելեսի Pacific Coast Highway մայրուղում հնարավոր է լինեն նոր արագաչափեր։ Օրենսդիր մարմինն արդեն հաստատել է այս նախագիծը։ Այն սպասում է նահանգապետի ստորագրությանը։ Long Beach-ը կտեղադրի 2 արագաչափ, օրենքը թույլ կտա հսկել երթևեկությունը նաև այս հատվածում։ Ծրագիրը պետք է կրճատի վթարների թիվը։ Long Beach-ի այս հատվածում 2020 թվականից ի վեր եղել է 39 մահացու դեպք։ Կանոնները հստակ են, ճանապարհին կլինեն զգուշացնող նշաններ, արագաչափերը կնկարահանեն միայն մեքենայի հետևի համարանիշը։ Տուգանքները սկսվում են $50, շատ բարձր արագության դեպքում տուգանքը կլինի $500։ Ցածր եկամուտ ունեցողները կարող են կատարել հասարակական աշխատանք։ Սան Ֆրանցիսկոյում այս ծրագիրը 72%-ով նվազեցրել է արագությունը։ Long Beach-ը նույնպես ակնկալում է դրական արդյունքներ։ Նահանգապետը որոշումը պետք է կայացնի մինչև սեպտեմբերի 30-ը։ Հարավային Կալիֆոռնիայում սկսվել է շաբաթվա ամենաշոգ հատվածը, շոկի մասին ահազանգ կա նաև հենց Լոս Անջելեսի բնակիչների համար։ Քաղաքի արտակարգ ծառայությունները պատրաստվում են, փրկարարները տեղակայում են անհրաժեշտ անձնակազմ, քաղաքային իշխանությունները բացում են հովացման կենտրոններ։ Հիվանդանոցներում նույնպես պատրաստվում են հոսքին։ Հրդեհների բարձր վտանգի պատճառով մի շարք շրջաններում շաբաթվա սկզբից ուժի մեջ են մտել շոկի վերաբերյալ կարմիր դրոշի նախազգուշացում։ Ազգային օդանավակայան ծառայության տվյալներով առաջիկա 3 օրերին ջերմաստիճանը նորմայից մոտ 10-ից 15 աստիճանով բարձր կլինի։ Շոկը ուղեկցվելու է ուժեղ քամիներով, որոնք կարող են վնասել էլեկտրալարերը եւ հրդեհի մեծ ռիսկ ստեղծել։ Էլեկտրամատակարար ընկերությունը անհրաժեշտության դեպքում կարող է անջատել հոսանքը հրդեհներից խուսափելու նպատակով։ Այս միջոցը հնարավոր է մոտ 4000 բաժանորդի համար, հիմնականում Մալիբուի տարածքում։ Ռիսկային են Սանտա Մոնիկա լեռները, վտանգ կա Քաստեյք եւ Սանտբերգ տարածքներում։ Վտանգավոր հայտարարված գոտիներում այս շաբաթ սպասվում է 38 աստիճան տաքություն։ Խոնավությունը նվազում է մինչև 10%։ Լոս Անջելեսում արդեն գրանցվել են ջերմաստիճանային նոր ռեկորդներ, մասնագետների խորհուրդները նույնն են։ Շատ ջուր խմեք եւ մնացեք զով սենյակներում։ Խուսափեք արևի տակ երկար մնալուց։ Երբեք մի թողեք երեխաներին կամ կենդանիներին մեքենայում, նույնիսկ կարճ ժամանակով։ Ամերիկան կրակի մեջ է բառի զբուն իմաստով։ Այս տարի ԱՄՆ-ում արդեն 50,000 հրդեհ է գրանցվել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն սա վերջին տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է։ Միայն Թեքսասում կրակը մեկ օրում ոչնչացրել է 200 քառակուսի կիլոմետր։ Այն արագ տարածվում է չորության ու քամու պատճառով։ Մի շարք շրջաններում դպրոցներ են փակվել, հազարավոր բնակիչներ են տարհանվել։ Հրդեհն արդեն ոչնչացրել է մոտ 1 տասնյակ շենք-շինություն։ Նևադայում նույնպես իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ռինո քաղաքի մոտակայքում ավելի քան 30 տուն է այրվել։ Հրդեհն ընդգրկել է 23 քառակուսի մղոն տարածք։ Սկզբում տարհանվել էր 90,000 մարդ, այժմ 63,000։ Վիրավորվել է 7 անձ, որոնցից 3-ը փրկարարներ են։ Հրշեջները դեռ չեն կարողանում վերահսկել կրակը։ Ուժեղ եւ անկանոն քամիների հետևանքով այն շարունակում է տարածվել տարբեր ուղղություններով։ Իշխանությունները բնակիչներին կոչ են անում զգույշ լինել ու անմիջապես հեռանալ վտանգավոր գոտիներից, եթե տարհանման հրահանգ լինի։ Օդերևութաբանները հանգստացնող կանխատեսումներ չունեն։ Շոկ եղանակը կպահպանվի, քամիները եւս, այնպես որ դեռ կպահպանվի նաև հրդեհի նոր օջախների ծագման վտանգը։ Եվ ամենաթարմ նորություններից մեկը հրդեհների վերաբերյալ եւ կրկին Կալիֆոռնիայից։ Փերիսի մոտակայքում բռնկվել է Woodfire հրդեհը։ Մոտ 30 ակր տարածք արդեն այրվել է։ Կրակը տարածվում է չոր խոտի ու թփուտների միջոցով։ Տեղի բնակիչներին հրամայել են անմիջապես լքել տները։ Տարհանման հրամաններն արդեն ուժի մեջ են։ Իրավիճակը շատ լարված է։ Հրդեհը դեռ չի հաջողվել վերահսկողության տակ առնել։ Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Փերիսը գտնվում է Ռիվերսայդից 20 մղոն հեռավորության վրա։ Շրջանում գործում է ծայրահեղ շոկի վտանգ։ Թեժեն նաև միջազգային լուրերը։ Ամերիկյան նավատորմը ավարտել է Հորմուզի նեղուցի ականազերծումը։ Սոցցանցի իր էջում այս մասին հայտարարել է Թրամփը։ Նրա խոսքով հայտնաբերվել եւ ոչնչացվել են 100-ից ավելի ական։
ԱՄՆ-ն ավատորմամաքրել է բոլորականները, գրել է Թրամփը, զինվորականները ստուգել են միջազգային ջրերը, աշխատանքներն ընթացել են գաղտնի, օգտագործվել են նաև ստորջրյա դրոններ, միաժամանակ Իրանին հստակ հասկացրել են, թույլ չեն տա նոր ականներ տեղադրել։ Տարածքը վերահսկում են ԱՄՆ տիեզերական ուժերը, սակայն դա չի նշանակում, թե նավերն արդեն ազատ անցուդարձ են անում Հորմուզով, Օմանի ափերի մոտ նոր հարձակումներ են տեղի ունեցել նավթատար նավերի վրա։ Նավի շարժիչը շարքից դուրս է եկել, ոչ ոք դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն փաստացի Իրանը չի հերքում, որ ինքը կարող է կրակել առանց իր թույլտվության նեղուցով անցնող նավերի վրա, իսկ ԱՄՆ շարունակում է Իրանի ծովային բլոկադան։ ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության տնօրենը հանկարծակի հայտնվել է Մոսկվայում, սա նրա պաշտոնավարման ընթացքում առաջին այցն է Ռուսաստան։ Թրամփի վարչակազմը բարձր մակարդակի շփումներ է սկսել։ Ինչ են քննարկում ամերիկյան հետախուզության ղեկավարն ու ռուս պաշտոնյաները։ Այս փաստը ցնցել է միջազգային դիվանագիտական շրջանակները։ Այսի նպատակները դեռ գաղտնի են պահվում։ Axios-ի աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ-ն Ուկրաինային հրահանգել էր այդ այցի ընթացքում Մոսկվային հարվածներ չհասցնել։ Ռեդքլիֆը Ռուսաստան է հասել Լատվիայի միջոցով, օգտագործելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը։ Լուրը առաջինը հրապարակել է CBS հեռուստաընկերությունը։ Հետախուզության ղեկավարի այս քայլը շատ հարցեր է առաջացրել։ Սա ընթացիկ տարվա ամենակարևոր այցերից մեկն է Մոսկվա։ Հանդիպման օրակարգը մնում է փակ։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև լարվածությունը շարունակվում է, թե ինչ կփոխի այս անսպասելի այցը, կտեսնենք ապագայում։ ԱՄՆ-ն սկսել է իր դիվանագետներին վերադարձնել Միջին Արևելքի դեսպանատներ, աշխատակիցները հեռացել էին Իրանի հետ պատերազմի պատճառով։ Շատ դիվանագետներ կաշխատեն սահմանափակ կազմով, որոշ երկրներում աշխատակազմը կլինի 85%-ի սահմաններում։ Այս քայլը վկայում է անվտանգային իրավիճակի փոփոխությունների մասին։ Ամերիկացի դիվանագետները կվերադառնան Իսրայել, Լիբանան, Սաուդյան Արաբիա եւ Իրաք։ Ռիադի դեսպանատուն կվերադառնան նաեւ աշխատակիցների ընտանիքները։ Իսրայելում եւ Հորդանանում աշխատանքը կլինի ամբողջ ծավալով, Քուվեյթում եւ Բահրեյնում սահմանը 75% է։ Հետագայում աշխատանքի ծավալը կվերանայվի, եթե կայուն վիճակը պահպանվի։ Այս փոփոխությունները կազդեն նաեւ ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։ Դիվանագետների վերադարձը կամրապնդի կապերը դաշնակիցների հետ։ Իրաքում, Քուվեյթում եւ Բահրեյնում դեսպանատների աշխատանքի ապահովման համար անվտանգության լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն։ Իրանը հսկայական վնաս է հասցրել ԱՄՆ հետախուզության օբյեկտներին, ըստ աղբյուրների խոսքը միլիարդավոր դոլարների մասին է։ Թեհրանը հարվածել է ԱՄՆ գաղթի ցանցին, օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ։ Հետախուզական օբյեկտները դարձել են խոցելի։ Այս թեման լուրջ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ կառավարությունում։ Հատուկ ծառայությունները դեռ ստուգում են վնասների չափերը։ Իրանը թիրախավորել էր կարևոր տեղեկատվական հանգույցներ, ԱՄՆ իշխանությունները ուսումնասիրում են անվտանգության համակարգերի բաց թողումները։ Այս հատվածները կասեցրել են շատ օպերացիաներ, վնասվել են նաև տեխնիկական սարքավորումներ։ Իրանի այս գործողությունները ցույց են տալիս նրանց աճող հնարավորությունները։ Հետախուզական տվյալների արտահոսքը նույնպես լուրջ խնդիր է։ Պաշտոնյաները աշխատում են կանխել նոր հարձակումները։ Առաջիկայում սպասվում են լուրջ փոփոխություններ պաշտպանական ոլորտում։ Դա ենթադրում է նաև ռազմական ծախսերի զգալի աճ։ Ի պատասխան Թրամփի նոր մաքսատուրքերին Կանադան հետագա անելիքներն է հստակեցրել։ Կանադացի պաշտոնյաները քննարկում են հակազդման ծրագրեր։ Վարչապետ Քարնին խոստացել է պաշտպանել կանադացիների շահերը։ Մաքսատուրքերի պատճառով առաջին փուլում կանադական ապրանքները կթանկանան ամերիկյան շուկայում։ Գնաճը առավել խիստ կհարվածի Կալիֆոռնիա, Թեքսաս եւ Փենսիլվանիա նահանգներին։ Վարչապետ Քարնին հույս ունի, որ խնդիրը կկարգավորվի, առևտուրը պետք է լինի արդար եւ հավասար, նշել է նա։ Սակայն ԱՄՆ իշխանությունները պնդում են իրենց դիրքորոշումը, նրանք ցանկանում են նվազեցնել առևտրային դեֆիցիտը։ Կանադան պատրաստվում է երկարատև բանակցությունների, փոխզիջումային լուծումներ գտնելու նախորդ փորձը ձախողվել է։ Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։ Մեկ ամսում գրեթե 50,000 ձերբակալություն, սա Թրամփի վարչակազմի օրոք այսի նոր ռեկորդն է։ Հուլիսին ծառայությունը ձերբակալել է 49,571 մարդու։ Այս թիվը հունիսի համեմատ աճել է 15, փետրվարի համեմատ 70%-ով։ Իշխանությունները փոխել են իրենց մարտավարությունը, այժմ ձերբակալությունները կատարվում են ավելի լուռ։ Դրանք հաճախ լինում են ճանապարհների երթևեկության ժամանակ։
Որոշ նահանգներում տեղական ոստիկանությունը օգնում է դաշնային ծառայությանը, Թեքսաս եւ Ֆլորիդա նահանգներում իրավիճակը շատ լարված է։ Միայն այս երկու նահանգում կատարվել է 20,000 ձերբակալություն։ Ձերբակալվածների մեծ մասը հանցագործ չէ, շատերը չունեն քրեական անցյալ։ Ոմանք ունեն աշխատանքի թույլտվություն եւ ապաստանի դիմում։ Վարչակազմը շարունակում է զանգվածային արտաքսումների իր ծրագիրը։ Լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ այսը համալրվել է 12,000 նոր գործակալներով եւ քննիչներով։ Այնպես որ ձերբակալությունների թվի հուլիսյան ռեկորդները գերազանցելու իրական վտանգ կա։ Առավել ևս, որ Թրամփը միգրացիոն քաղաքականությունը մեղմացնելու ծրագիր չունի։ Կալիֆոռնիայի համալսարանների առանց փաստաթղթերի ուսանողները կարող են արտաքսվել կամ կորցնել աշխատանքի իրավունքը։ Այս ուսանողները երկար տարիներ ապրել են ԱՄՆ-ում, հիմա նրանց ապագան հայտնվել է մեծ հարցականի տակ։ Իրավաբանները եւ ակտիվիստները փորձում են պաշտպանել ուսանողների իրավունքները։ Կալիֆոռնիայի համալսարանները պատրաստվում են դատական պայքարի հանուն ուսանողների։ Լոս Անջելեսում գործող մի շարք իրավաբանական կենտրոններ օգնություն են տրամադրում, նրանք վերլուծում են հնարավոր օրենսդրական փոփոխությունները։ Ակտիվիստները հույս ունեն խուսափել զանգվածային արտաքսումներից, համալսարանական հանրությունը մնում է գելարված վիճակում։ Ուսանողները սպասում են դատարանի հաջորդ որոշումներին, կանխատեսվում են բողոքի նոր ակցիաներ նահանգի ամբողջ տարածքում։ ԱՄՆ-ում սպառողների վստահությունը կտրուկ անկում է ապրել, գնաճը դարձել է հիմնական մտահոգությունը։ Ամերիկացիները դժգոհ են իրենց ֆինանսական վիճակից։ Ապրանքների գները շարունակում են աճել, մարդիկ ավելի քիչ են ծախսում։ Այս միտումը սպառնում է տնտեսության աճին։ Տնային տնտեսությունները զգում են գնողունակության նվազում, սա ծանր հարված է բիզնեսի համար։ Վերլուծաբանները նշում են պատճառները, բենզինի գինը դարձել է անկանխատեսելի։ Աշխատաշուկայում նույնպես առկա են խնդիրներ։ Կալիֆոռնիա, Թեքսաս եւ Փենսիլվանիա նահանգներում դժգոհությունը մեծ է։ Թրամփի վարչակազմը փորձում է կարգավորել իրավիճակը, սակայն արդյունքները դեռ տեսանելի չեն։ Ամերիկացիները կորցնում են լավատեսությունը։ Շատ ընտանիքներ անցել են խնայողական ռեժիմի, կրճատվել են հանգստի եւ զվարճանքի ծախսերը։ Գների աճը վերաբերում է նաեւ սննդամթերքին, փաստացի հասնելով ԱՄՆ բոլոր բնակիչներին։ Իրադրությունը մնում է չափազանց լարված։ Տնտեսության կայունությունը կախված է նոր որոշումներից։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Հայազգի Մայքլ Գարաբեդը նշանակվել է Կալիֆոռնիայի գերագույն դատարանի դատավոր Սան Դիեգոյում։ Որոշումը կայացրել է նահանգապետ Նյուսոմը։ Գարաբեդն ունի 22 տարվա փորձ։ Նա աշխատել է որպես ԱՄՆ դատախազի օգնական, մասնագիտացած է սահմանադրական եւ քաղաքացիական գործերում։ 2023 թվականից նա աշխատել է որպես ժամանակավոր դատավոր։ Գարաբեդը մեծ ուշադրություն է դարձնում մարդկանց իրավունքներին։ Նոր դատավորը լիբանանահայ ներգաղթյալի որդի է։ Նրա հայրը փախել է քաղաքացիական պատերազմից։ Այդ պատմությունը ձևավորել է Մայքլի աշխարհայացքը, նա խորապես հարգում է ժողովրդավարական ինստիտուտները։ Գարաբեդը նաև դասավանդել է Քրոուֆորդ հավաք դպրոցում։ Այս նշանակումը նրա կարիերայի նոր եւ կարևոր փուլի մեկնարկն է։ Թեսլայի ղեկին քնելը կարող է մահվան պատճառ դառնալ, ահազանգում են փորձագետները։ Բանն այն է, որ շատ վարորդներ սկսել են քնել ղեկին, մեքենան վստահելով ինքնավար համակարգին, սակայն FSD համակարգը իրականում ինքնավար չէ։ Այն միայն վարորդին օգնող համակարգ է, վարորդը միշտ պատասխանատու է մեքենայի համար։ Որոշ վարորդներ օգտագործում են տիկնիկների գլուխներ տեսախցիկներին խաբելու համար։ Դա ոչ միայն վտանգավոր է, այլև օրենքով արգելված է, զգուշացնում են մասնագետները։ Թեսլան ունի զգուշացման համակարգեր, ղեկի տատանումներ կամ ձայնային ազդանշաններ։ Եթե վարորդը դրանք անտեսում է, ավտոպիլոտն արգելափակվում է։ Մեքենան աստիճանաբար դանդաղեցնում է ընթացքը, վտանգ ստեղծելով ինչպես վարորդի, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների համար։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը պատմելու է, թե ով է Դեն Բիլզերյանը, ինչպես է դարձել համաշխարհային ինտերնետային դեմք, ինչու ստացավ Հայաստանի քաղաքացիություն եւ ինչու նրա այցը Արցախ միջազգային արձագանքի արժանացավ։ Խաղամոլ, սրտակեր, շքեղության ու զենքի սիրահար։ Բարև ձեզ։ Կինոյի վատ տղայի կերպարին համահունչ է ամերիկահայ Դեն Բիլզերյանի կենսագրությունը։ Այն սկսվում է ոչ թե Հայաստանից, այլ Ֆլորիդայից։ Նա ծնվել է 1980 թվականին Թամփայում։ Նրա հայրը Փոլ Բիլզերյանը հայկական ծագում ունեցող ամերիկացի գործարար էր։ Դենը ԱՄՆ չի տեղափոխվել Հայաստանից, նա այնտեղ ծնված ու մեծացած ամերիկացի է։
Փոլ Բիլզերյանի ընտանիքը ԱՄՆ-ում հաստատված հայ ընտանիք էր։ 2018 թվականին Արցախում նրա հայրը Փոլը պատմել էր, որ իրենց նախնիները հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Դենը մեծացել է Ֆլորիդայում, սովորել Ֆլորիդայի համալսարանում, բայց չի ավարտել այն։ Հետագայում ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, իսկ պոկերը դարձել է նրա կյանքի ամենահայտնի զբաղմունքներից մեկը։ Սոցիալական ցանցերում Բիլզերյանի կշիռը իսկապես մեծ է։ 2026 թվականի օգոստոսին նրա Instagram-ի էջն ուներ մոտ 29 միլիոն հետևորդ։ Սա նրան դարձնում է խոշոր ինտերնետային դեմք, բայց ոչ համաշխարհային առաջատարը։ Համեմատության համար Instagram-ի ամենամեծ աստղերի լսարանը հարյուրավոր միլիոնների է հասնում։ Բիլզերյանի առավելությունը հետևաբար ոչ թե առաջին տեղն է, այլ չափազանց ճանաչելի անձնական բրենդը։ Նրա առցանց կերպարը կառուցված է շքեղության և ռիսկի շուրջ։ Հրապարակումներում հաճախ երևում են գերթանկարժեք մեքենաներ, մասնավոր ինքնաթիռներ, զբոսանավեր, զենքեր, խնջույքներ և շքեղ կանայք։ Այս պատկերների շնորհիվ Բիլզերյանը պոկեր խաղացողից վերածվեց ինքնուրույն մեդիա ֆենոմենի։ British GQ-ն նրան ներկայացրել էր որպես Instagram-ի արքա, ընդգծելով, որ նրա հետևորդների թիվն արդեն միլիոնավոր էր։ Նրա հանրային կերպարը հենց այս ցուցադրական կենսակերպի շուրջ էլ ամրապնդվեց։ Պոկերում նրա ամենահայտնի պատմություններից մեկը կապված է 2013 թվականի հետ։ Բիլզերյանը հայտարարել էր, որ մեկ գիշերում շահել է $10.8 միլիոն, բայց այստեղ կարևոր է տարբերակել հայտարարությունն ու հաստատված փաստը։ Card Player-ը նշել էր, որ այդ պատմությունը հաստատող այլ փաստեր չկային, այսինքն խոսքը Բիլզերյանի սեփական հայտարարության մասին է, ոչ թե պաշտոնապես հաստատված արդյունքի։ Պաշտոնական մրցաշարային տվյալներն ավելի հստակ պատկեր են տալիս։ World Series of Poker-ի պաշտոնական էջում Բիլզերյանն ունի 1 վճարովի արդյունք։ 2009 թվականի գլխավոր մրցաշարում 180-րդ տեղը և $36,626 մրցանակ, իսկ $12.8 միլիոն մեկօրյա շահույթի մասին նա պատմել է հարցազրույցում։ Այդ գումարը նույնպես մասնավոր խաղի մասին սեփական հայտարարություն է, ոչ պաշտոնական մրցաշարային արդյունք։ Բիլզերյանի կենսակերպի մյուս առանցքը զվարճանքն է։ Նրա սոցիալական ցանցերը տարիներ շարունակ ներկայացրել են անընդհատ խնջույքների, ճանապարհորդությունների և շքեղության պատկերներ։ Նա այդ կերպարը ոչ միայն ցուցադրում էր, այլև դարձել էր իր հանրային բրենդի հիմքը։ Արդյունքում շատերի համար նրա անունը այսօր ավելի շատ ասոցացվում է ցուցադրական կենսակերպի, քան հենց պոկերի հետ։ Փաստացի պոկերի սեղանի փոխարեն հենց սոցիալական մեդիան դարձավ նրա գլխավոր բեմը։ 2018 թվականի օգոստոսին Բիլզերյանի կենսագրության մեջ հայտնվեց հայկական կարևոր էջ։ Օգոստոսի 27-ին նա և եղբայրը Ադամը ստացան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, իսկ Դենը անգամ գրանցվեց ՀՀ զինված ուժերի պահեստազորում։ Նրանք Հայաստան էին ժամանել հոր Փոլի հետ։ Այցի ընթացքում Բիլզերյանը եղավ նաև հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այսպիսով նրա հայկական ինքնությունը ստացավ նաև իրավական ձև Հայաստանի քաղաքացիության միջոցով։ Դեն Բիլզերյանի պատմությունը դժվար է մեկ բառով բնութագրել։ Նա ամերիկահայ է, միլիոնավոր հետևորդներ ունեցող ինտերնետային դեմք և պոկերի աշխարհում հայտնի անուն։ Գնահատականներ չենք տա, կշարունակենք ներկայացնել ամերիկահայ ամենաճանաչված դեմքերին, իսկ դուք շտապեք բաժանորդագրվել մեր հերթական հայրենակցի մասին ամենահետաքրքիր մանրամասները բաց չթողնելու համար։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին և մեկնաբանություններին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։